Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահի որդին ինչու չի ծառայել բանակում։ Անդրանիկ Քոչարյանն այսօր ուղիղ հայտարարեց. Չէ, իմ տղան շատ բարձրակարգ տղա է քո պահմատ։ Հայկ Սարգսյանն ասում էր թող բարձրաստիճան պաշտոնյաներ։ Դու նրա գիտելիքների չափ որ ունենաս, դու չես ծառայել։ Այս խոսքերի հեղինակը ղեկավարում է Պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովը, քննել է քառօրյա ու 44-օրյա պատերազմների ու պարտության պատճառները։ Իշխանական падգամավորի այս խոսքերից ինչ է ստացվում։ Հայաստանի սահմանները պահում են գիտելիք չունեցողները, իսկ ունեցողները վեր են այդ պարտականությունից։ Ինչ է մտածում սովորական քաղաքացին, երբ որ լսում ասա։ Կամ են սոցիալական անապահով վիճակում ապրող մարդիկ, որոնց տղաները անպայման ծառայում են։ Զինվորը իրենց համար ոչ մի արժեք չունի։ Ոչ մի արժեք զինվորը չունի, եւ մենք դա տեսնում ենք անընդհատ։ Քոչարյանի այդ մեծ գիտելիքներով որդին ինչ է արել հայրենիքի համար, ինչով է օգտակար լինում պետությանը, որ իր գիտելիքներով ավելի կարևոր է, քան սահմանը պահող զինվորը։ Իշխանական падգամավորին է դիմում իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, որ տարիներ շարունակ ուսումնասիրում է բանակի խնդիրները։ Մենք Մոնթե ենք ունեցել, Ազգալձյաններ ենք ունեցել, մենք հերոսներ ենք ունեցել բարձր գիտելիքներով։ Ինչ կապ ունի հայրենիքի պաշտպանությանը մասնակցելը, ծառայելը, բարձր գիտելիքները, շատ ուրախ եմ, որ բարձր գիտելիքներ ունի։ Այնպես չի, որ զորակոչվողներից շատերը չունեն այդ գիտելիքները։ Ուզում եմ հարցնել, ինչու չեք ծառայել։ Պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի որդին ինչ հիմքերով է ազատվել ծառայությունից։ Դեռ 2020 թվականից են լրատվամիջոցները պարզում ու տարբեր հրապարակումներ անում։ Մի հետաքննություն էլ կա Երևան Today կայքում։ Լևոն Քոչարյանը սովորել է Երևանի տնտեսագիտական համալսարանում։ Ըստ կայքի հետաքննության ասպիրանտուրան ավարտել է 2019 թվականին։ Ատենախոսությունը պաշտպանել է 2020-ին ու նախքան այդ նա ենթակա է եղել պարտադիր զորակոչի։ 2 զորակոչ է եղել ու Քոչարյանի որդին բաց է թողել։ Պաշտպանության նախարարությունից պարզաբանել են, թե տարկետում է ստացել առողջական հիմքերով։ Գտնում եմ, որ այդ հարցին չեմ պատասխանում։ Բանակում չծառայելու պատճառների մասին հենց ատենախոսության պաշտպանության օրը հրապարակներ հարցրել Լևոն Քոչարյանին։ Նա հրաժարվել էր պատասխանել իր ձևակերպմամբ քաղաքական ենթատեքստով հարցերին։ Բանակում չծառայած լինելու հանգամանքը խնդրում եմ ճշտեցին կոմիսարիատից բոլոր հիմնավորումներով հանդերձ տարեկերպման հիմքերով եւ դες ամբողջ զինկոմիսարիատը կերպել։ Բայց ինչու՞ ուղղակի ուզում են ընդգծել իրենց արտոնյալ վիճակը, իրենց առանձնահատուկ կարգավիճակը։ Բանակի ու ծառայության նշաձողը Փաշինյանն ու նրա թիմը ինչքան ուժ ունեն իջեցրել են, պնդում է իրավապաշտպան Ալեքսանյանը։ Անդրանիկ Քոչարյանը միակը չէ, որ ըստ նրա նսեմացնում է հայրենիքի պաշտպանությունը։ Ամիսներ առաջ էլ այս նույն թիմից Հռիփսիմե Հունանյանն էր սկանդալային հայտարարություն արել։ Մեր պետությանը միայն զինվորներ պետք չեն, մեր պետությանը նաև պետք են գլուխներ, որոնք կօգնեն պետության տարբեր ճյուղերի զարգացման համար։ Բարձրագույն կրթություն չունեցող այս падգամավորը, որ խորհրդարանի ամբիոն է հասել ՔՊ-ի ցուցակով, հանրային աղմուկից ու կոշտ քննադատությունից հետո ներողություն խնդրեց ու հրաժարական տվեց առողջապահության հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնից, բայց падգամավորի մանդատը վայր չդրեց։ Ինքը պետք է ներողություն խնդրի, որ առանձնացնում է իր տղային մյուսներից, բոլորից։ Սա ինչ վերաբերմունք է։ Նա պետք է ներողություն խնդրի հանրությունից։ Դա ինչ արտոնյալ վիճակ է, դա ինչ ամբարտավան հայտարարություն է, որ ինչու համար պետք է չծառայի, որտեղ գիտելիք ունի, իսկ բանակում հենց գիտելիք ունեցողներ են պետք տեղյակ պահենք Անդրանիկ Քոչարյանին։ Իշխանության համար նորից պայքարող Փաշինյանը բանակը անվտանգության ապահովման պահեստային գործիք է համարում, հենց այսպես էլ գրել են իրենց նախընտրական ծրագրում։